Շնորհակալություն Տիկին Ազարյան, ես պետք է իհարկե անկեղծորեն ասեմ, որ սա ինձ համար շատ ցավոտ հարց է և առաջին հերթին կուզեմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, ինձ համար անբնական իրավիճակ է և ընկալելի չի, որ մենք խոսում ենք, գործում ենք, մեր քայլերը պլանավորում ենք ինչ-որ մի տրամաբանության մեջ և այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք որ նկարագրված էին տարածված հաղորդագրության մեջ։ Մենք պաշտոնապես էլ ստացել ենք այդ տեղեկատվությունը, այն չափով, ինչ չափով, որ դա հնարավոր է դարձնում նախաքննության ընթացքը, իհարկե տվյալ անձանց պաշտոնավարման կասեցման մասով նաև միջնորդություն է եղել, այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որով որ ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա, անկեղծ ասած շատ մտահոգիչ իրավիճակ է, ես փորձել եմ նաև իրավապահ մեր գործընկերներից հասկանալ, արդյոք օրինակ հոգաբարձուների խորհուրդը կարող էր որևէ մի ձևով տեղեկանալ այդ իրավիճակից, որովհետև բուհը հիմնադրամ է, պարտավոր է անցնել աուդիտ և կա աուդիտի եզրակացությունները, բուհը նաև ստուգումների գործընթաց է անցել մեր տարբեր ստուգող մարմինների կողմից, ինչպես պետական վերահսկողական ծառայությունն է, այլ ստուգող մարմիններն են և բնականաբար այդ հաշվետվությունների նաև տրամաբանությունն է այս ընթացքում դիտարկվել։ Ես ստացել եմ հավաստիացումներ, որ այն սխեման, որը գործել է առերևույթ, այսպես կոչված թղթերի մակարդակում հնարավորություն չի տալիս դա տեսնել, առնվազն առաջին արձագանքը, որ ունեցել եմ դա է, բայց ինձ համար իհարկե սա բավարար չի և մենք առաջիկայում շատ լրջորեն պետք է նաև դիտարկենք բուհի ամբողջ անձնակազմի իմացության, տեղեկացվածության հետ կապված հարցերը, ես չեմ կարծում, որ որևէ մեկը, ով որ առնվազն ինչ-որ ձևով ու ինչ-որ չափով կարող էր այս մասին տեղեկանալ, գլխի ընկնել և ժամանակին ու պատշաճ չի ահազանգել, առնվազն նրա հետագա աշխատանքը բուհում պետք է քննարկվի։ Շնորհակալություն։